Փառքներդեհին վերջերս նկատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը ակտիվություն է ցուցաբերում, այնպիսի տպավորություն է, որ ինքը մտահոգված է Հայաստանի ճակատագրով։ Իհարկե, ինքը այս հարցում անկեղծ չէ, որովհետև բոլորս գիտենք, որ ինքը ուզում էր, որ Հայաստանը մի հատ ռուսական դրոշ տնկեին եւ Հայաստանը դառնա Ռուսաստան, այսինքն ինքը Պուտինի շահերի պաշտպանն է, ուղղակի այս անգամ արդեն իր ու Պուտինի շահերը չեն համընկնում, որովհետև Պուտինը ստիպված Հայաստանը Արցախի հետ նաև Հայաստանն է ուզում վաճառել, իսկ Քոչարյանը դեռ փորձում է դիմադրել ոչ թե վատառումով, այսինքն կոշտ առումով, այլ խնդրելու կամ իրեն ցուցադրելու, որ ինքը այստեղ արժեք ունի, գոնե իր հետ ինչ անում է։ Մենք նկատեցինք, որ վերջերս Արցախահայությունը փորձեց շարժում ստեղծել, հանրահավաք արեց, նստացույց արեցին եւ շատ ցավալի է, որ այնտեղ մենակ Արցախի հայությունն էր հավաքված։ Սա հենց խոսում է, տեսեք Քոչարյանն էլ է, չէ՞։ Մենք տեսնենք խոսում միավորվենք, միասնություն բան անենք, իբր Նիկոլից ազատվենք։ Մենք բոլորիս հայտնի է, որ Նիկոլից ազատվելու համար մինչև Պուտինի դաբրոն չլինի, ոչ Քոչարյանը, ոչ Սերժիկը կամ ոչ որևիցե ռուսահապատակ Նիկոլին չի կարող այս աթոռից հանի կամ ուժ կամ ճնշում գործադրի կամ չգիտեմ ես ինչ անի։ Կարող են խոսել։ Բոլորս հասկանում ենք, որ բայց երբ որ ինքն ասում է միավորվենք, հավաքվենք, ես ասեմ, եթե իրենք Հայաստանում սեպ չխրեն ժողովրդի մեջ, ասենք Արցախահայության եւ հայության մեջ, չտարանջատեին, ինչ է նշանակում Արցախահայը խնդիր ունի եւ մենակ Արցախահայն է հրապարակում հավաքվում։ Եմսի տպավորություն է, որ ինքը մնացած հայության դեմ բողոքի ցույց է անում, ասում է մեզ տեր կանգնեք կամ մեզ օգնեք, բայց իրենք մեզանից մեկն են։ Եվ դրա մեղավորն ով է։ Իհարկե Ռոբերտ Քոչարյանը։ Ինքը միասնությունից խոսելու, ասենք, հա, խոսում է, բայց պետք է լուրջ չվերաբերվենք, որովհետեւ Արցախահայության հանդեպ այս անտարբերությունը սերմանվել է հենց իր Սերժիկի կողմից։ Այդ մարդիկ են այնպես արել, որ Հայաստանում այսպես Արցախյան կլան ձևակերպեցին, Արցախից իրենց կատեգորիայի մարդիկ բերեցին Հայաստանում, դրեցին պաշտոնների եւ սկսեցին ժողովրդի աչքից գցել մի քանի հոգով Արցախահայության նկարագիրը փչացրեցին։ Եվ այսօր Նիկոլին հաջողվել է շատ խաղաղ իր աթոռին նստել, որովհետև մարդիկ այնքան են ատում Արցախի հայությանը, որ Արցախի հողն էլ հետն են ատում, որ Նիկոլը հենց ասում է Արցախն Ադրբեջան է, փոխանակ վեր կենան գլուխը ջարդեն, անտարբեր նստածեն։ Սրա մեկ առաջին մեղավորը հենց Ռոբերտ Քոչարյանն է։ Ինքն է հայության եւ Արցախահայության մեջ սեպ խրել։ Եվ այսօր խոսում է միասնությունից։ Ինքը լավ գիտի, որ իր մասնակցությունը ցանկացած համաժողովրդական շարժման փչացնելու է։ Անկամ հոգևորական է, երբ որ Բագրատի ազգանը ոնց էր։ Գալստյան էր, չէ՞։ Գալստանյան։ Ինչա։ Գալստանյան։ Գալստյան էր։ Վերջը։ Անկամ այդ շարժման ժամանակ, երբ որ պետք էր արդեն, որ այդ շարժումը ցրվեր, ինքը եկավ եւ ամեն ինչ փչացավ։ Այսինքն մի մարդ խոսում է միասնությունից, որը հենց դրա ցեցն է, քանդիչն է, էլի։ Ասենք պատկերացրեք թեկուս կենցաղային, մի հատ բացատրեմ մի ուրիշ բան, էլի, պատկերացրեք ձեր տանը, ձեր կինը կամ մայրը կամ աղջիկը ուզում է աղցան պատրաստել։ Առողջ բանջարեղեններ, չգիտեմ, կանաչեղեն, հա, հասկանում եք, չգիտեմ, մսի կտորներ, հավկիթ, չէ՞, սարքում են, կտրտում են, ամեն ինչը թարմ որակով բերել են, այդ ամեն ինչը շաղախում են եւ ասենք մի գթալ պետք է ասենք ձիթապտղի ձեթ լցնեն այդ ամեն ինչի մեջ, դրա փոխարեն ասենք մի գտալ նավթ լցնեն։ Այդ աղցանը չի ուտվի, չէ՞։ Փչացա վերջ։ Ամեն ինչը թարմ էր, ընտիր, շատ լավ է, ձեր սեփական, ասենք, այգուց հավաքած։ Բայց այդքանի հետ որ հենց որ մի
ճաշի գտալ նավթ եք խառնում, դա չի ուտվում։ Ռոբերտ Քոչարյանն այդ նավթն է։ Այդ որ ասում եմ միավորվենք միասնություն բան, այո, Բագրատ Գալստյան չի։ Գալստանյան։ Ես չգիտեմ, ես գիտեմ Գալստյան է։ Լավ։ Հա։ Հենց այդ երբ որ մի մարդ խոսում է միասնությունից, որը հենց այդ միասնության քանդողն է, հայության մեջ ադելություն մտցնողն է, հասկանում եք, իր ասածները ընդունելի չեն, էլի, հասկանում եք, ասում եմ, եթե ինքը չգար այդ հոգևորականի շարժմանը չփչացներ, ճաշկերույթ, մի անգամ ճաշկերույթ, այդպես բեմը արտել չբարձրացան, ճաշկերույթ սարքեցին, այդ մարդուն կանչեցին, կողքները նստեցրեցին, իբր Արցախի անկախության օրը, եւ վերջ։ Հեն էլ հոգևորական մարդ, ասում ես, քաղաքականությունից բան չեմ հասկանում, ասում ես, տղա ջան, ինչի՞ ես, այսքան գործնարել ես, ինչի՞ ես փչացնում, ասում ես, քաղաքականությունից բան չեմ հասկանում։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը կարող է միասնություն բերել մեզ։ Իհարկե չի կարող։ Միավորվել պետք է ժողովուրդ։ Ու եթե հանկարծ Արցախահայը խնդիրներ է առաջադրում, առաջ քաշում, այդ մարդուն տնից տեղից վարելահողից կդրել եք։ Ինչ սեփականությունը պապական հազարամյակների։ Ձերս վերցրել եք տվել եք Ալիևին, հետն էլ մեկը կանգնում ասում է, ախպեր եկել այստեղ ուզում են առանց աշխատանք ապրեն, փող տանք, մեզ վրա ինչու են պակաս։ Դու տղա այն մարդն ասում ես ուղարկեք իմ հողը գնամ, վարեմ, ցանեմ, քեզ էլ լցորեն ուղարկեմ։ Մենք հացի խնդիր ունենք, ինչ Արցախը հանձնվել է Ադրբեջանին, գիտեք։ Գիտեք ինչքան հացահատիկ էր այնտեղ ցանվում։ Դες մենակ խոսում եք Արցախն ինչ, Արցախն ինչ։ Բացի ռազմավարական նշանակությունից, Արցախը նաև մեր տնտեսության, մեր գյուղատնտեսության մեջ կպահում էր։ Հասկացանք այդ հանքարդյունաբերությունը թշնամիներն էին օգտագործում ներքին։ Դու նաև արտաքին ռուսներն էլ։ Բայց այնտեղ հողեր մշակվում, չէ՞։ Ցորեն էր գալի, գարի էր գալի, բանջարեղեն էր գալի, միրգ էր գալի Արցախից։ Ու էլի շատ բաներ։ Իսկ դուք դրել եք Արցախահայն ինչ, ընկել եք Նիկոլի խելքին։ Այդ կապ չունի, նույն բանն են անում։ Կամ Վիտալի Բալասանյանը Պուտինին նամակ է գրել, նենց արա Արցախահայությունը գնան։ Ալիևին գրի այդ տղա, մնացել էր Ալիևին գրես։ Այդ մարդն ասում է, դա Ադրբեջանը էս ծախել եմ իրան։ Դու ով եք ծաղրում, ում եք ձեռառնում։ Վաղն Ալիևինը գրես, կխնդրես կասես թողական մեծ հարկերով այդտեղ ապրեն, բայց ադրբեջանցիք էլ գան այստեղ, մենք դրանք գլխներից պահենք։ Սիրելիանություն, միավորվել պետք է, բայց ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժիկ Սարգսյանի։ Իմիջայլոց ասեմ, որ ինչքան Ռուսաստանը վիճակը խեղճանում է, ռուսահապատակ ուժերը ակտիվանում են փողոցը, որ իրենք գրավեն, որ հանկարծ ազգային ուժերը չմտնեն հրապարակ ու շուրջ տան, որ այդ մարդիկ ժամանակ ունենան փախնելու։ Այդ էլ է նկատվում։ Բայց այդ օրերը մոտենում է, որ սրանք պետք է բոլորը փախնեն, եթե հաջողվի։ Նիկոլն էլ, Ռոբերտն էլ, Սերժիկն էլ, դու Լևոնն էլ, իրենց առաջի համարի տղերքն էլ, որ հենց իրենց ձեռքի տակ աշխատել են դրանք էլ։ Այնպես որ հավաքվել պետք է, բայց ոչ այդ քայքայողի հետ էլի, ոնց կարող ես Քոչարյանի հետ ինչ-որ բան համախմբես, ինչի դեմ։ Պուտինի Քոչարյանը համախմբվում է Պուտինի Նիկոլի դեմ գործողություն անի։ Դուք լուրջ եք վերաբերվում։ Դες բան չի կարող լինել։ Մնաք խաղաղությամբ։